Խնամքով ու սիրով է լվանում մի փունջ կանաչին։ Էրգոթերապիայի հենց այս պարզ, բայց նպատակային գործողություններն են օգնում աուտիզմ ունեցող երեխաներին զարգացնել ֆիզիկական, զգայական ու կոգնիտիվ հմտությունները։ Իմ ուղին կենտրոնի սաները մասնագետների ուղղորդմամբ եւ աջակցությամբ կանաչիների եւ մրգերի չորացման նոր ծրագիր են իրականացնում։ Գործընթացը սկսվում է լվացում չորանոցային մշակումով, ավարտվում փաթեթավորմամբ։ Շրում ենք ու փոխանցում ենք աղավնին։ Յուրաքանչյուրը գիտի զբաղվածության մեջ իր դերը, տեղը, շղթայական գործողությունները կարողանում են կատարել նախապես ուսուցանվելով, ձեռք են բերում համապատասխան վարքային դրսևորումներ, որոնք օգնում են իրենց սեղանի մոտ համագործակցել ընկերների հետ։ Մեզ համար հաջողություն է ամեն մի քայլ, որ իրենք անում են, բայց ավելի մեծ հաջողություն կլինի, երբ իրենք կարողանան գտնել իրենց հարմար աշխատանք եւ կլինեն լիարժեք ինտեգրված հասարակությունում։ Մասնակիցներն ընդգրկված են ամբողջ շղթայում։ Մասնագետները հաշվի են առնում երեխայի ֆիզիկական, սոցիալական, էմոցիոնալ, զգայական եւ ճանաչողական կարողությունները, նաեւ նրա կարիքները։ Վաճառքը հնարավորություն կտա նորից նոր խմբականակ կանաչիներ գնելու եւ երեխաներին անընդհատ եւ շարունակական զբաղվածություն ապահովելու։ Մեզ համար ցանկացած աջակցություն շատ կարեւոր է։ Իսկ եթե այդ աջակցությունը տարիներ ի վեր զգում է մասնագետը եւ ծնողը, դա թույլ է տալիս ավելի կայուն եւ սահուն իրականացնել մեր առջեւ դրված բոլոր ծրագրերը։ Viva ընկերությունը նպատակների նոր նշաձող սահմանելով շարունակում է աջակցել Իմ ուղին սոցիալ հաբիլիտացիոն կրթական եւ մասնագիտական ուսուցման ցերեկային կենտրոնին, որտեղ էրգոթերապիան ամառային ծրագրերի առանցքում է։ При наличии достаточной самоотдачи. Եթե կա նվիրում, պրոֆեսիոնալիզմ եւ աշխատանքի ճիշտ պլանավորում, հաջողությունն անխուսափելի է։ Տարիների մեր համագործակցությունը դրա վկայությունն է, մեզ ոգևորում են մասնագետների նպատակասլացությունն ու հետևողականությունը։ Եթե նրանք չհավատան իրենց ուժերին եւ բավարար քայլեր չկատարեն, թեկուս ամենաչնչին դրական փոփոխություն ստանալու համար, կողմնակի ցանկացած միջամտություն անիմաստ կլիներ։ 20-ամյա գործունեության ընթացքում Viva-ն Իմ ուղին կենտրոնում ներդրել է ավելի քան 256 միլիոն դրամ։ Մասնագետները բարձր են գնահատում շարունակական աջակցությունը։ Դա թույլ է տալիս ջանքերը հնարավորինս հետևողականորեն գործադրել վերականգնողական բոլոր թերապիաների իրականացման համար։ Սվետլանա Ավդիշյան, ժամը լրատվական։